նախ ձեր նշած դեպքերի մանրամասներին կամ պնդումների մանրամասներին ծանոթ չեմ կարող մեկնաբանել, որտեղ չեմ առնչվել եւ տեղեկություն չունեմ, համենայն դեպս ձեր հարցից հետո կփորձեմ հետաքրքրվել թե ինչի մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է արդարությանը եւ արդարադատությանը, գիտեք, որ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու մենք ռազմավարություն ունենք, մոնիտորինգի խումբ ունենք, բայց դա էլ պետք է ասեմ, որ վերջերս երբ որ դատական համակարգի ներկայացուցիչների հետ պանելային քննարկման էի մասնակցում, ես արձանագրում եմ, որ ի տարբերություն 2018-19 թվականների, երբ որ ինձ հասցեագրված դիմումների մի հսկայական մասը վերաբերվում էր դատարաններին, դատարանների կողմից կայացված անարդար եւ անհիմն որոշումներին, ես ներկայումս այդպիսի նամակների տեսակարարքշիռը անգամներով, եթե ոչ տասնյակ անգամներով է նվազել։ Ընդ որում ես քաղաքացիներին նամակներ ստանում եմ ամեն օր, կարդում եմ ամեն օր, դրանցով զբաղվում եմ ամեն օր։ Եվ մենք դատական ոլորտի մեր բարեփոխումները շարունակելու ենք, այդ թվում սահմանադրական փոփոխությունների տրամաբանության մեջ եւ առիթ ունեցել եմ ասելու, որ կարծում եմ, որ Հայաստանում պետք է ներդրվի երթվյալ ատենակալների ինստիտուտ, որը նաեւ դատական համակարգի օրգանական շատ կոնկրետ եւ ուղիղ կապ կստեղծի հանրության հետ։